Ինչից է ամենաշատը դժգոհ երևանցին։ Օդի աղտոտվածություն, խցանումներ, վատ ճանապարհներ ու տրանսպորտ։ 601 մարդու հետ Գելապ Ինթերնեյշնլի անցկացրած հարցման արդյունքներն են Երևանում հունվարի 19-ից 23-ը։ Տեղից հիվանդ եմ, այս օդն էլ հերիք է, որ կեղտոտված օդ է։ Հարցվածների 29.6%-ի համար ամենամեծ խնդիրը օդի աղտոտվածությունն է, 26.5%-ը կարծում է մշտական խցանումները։ 22.6%-ը դժգոհել են վատ ճանապարհներից, 16.3%-ը աղբահանությունից, 15%-ն էլ նշել է հասարակական տրանսպորտի խնդիրը։ Օդը հա կեղտոտվածությունը կա շատ, ամանավանդ ամառը։ Օդը կեղտոտ է, պարզ երևում է, քան փոշոտ է ամառը հիմնականը։ Այն ստատիստիկան էլ է ասում, որ օդի աղտոտվածությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, այն վատ առումով, որ շատ կեղտոտ է եւ Հայաստանը մտնում է ամենաաղտոտված երկրների մեջ, ինչը շատ ցավալի է։ Գոհ են արդյոք Երևանի բնակիչները քաղաքային իշխանությունից, 601 մարդ գնահատել է քաղաքապետարանի ու վարչական ղեկավարների աշխատանքը 5 բալային համակարգով։ Ոչ Տիգրան Ավինյանը, ոչ էլ վարչական շրջանների ղեկավարները միջակության շեմը չեն հաղթահարել, 4 կամ 5 ստացող չկա։ Ախր գործերով թե ապացուցվել, մի քիչ հիմնականն էս լավ գործեր անի, որ ժողովրդի դուրը գա։ Ղեկավարն էս բամբն է անի, որ ժողովուրդը գնահատի։ Ես իրանց ընդհանրապես չեմ լսում, չեմ էլ ուզում որ լսեմ, հիասթափված եմ շատ։ Ընդհանրապես այս սպորտաբույսերին պիտի հանեն, էլի հանեն ի վերջո։ Պիտի այս երկիրը մաքրվի։ Չի կարելի այդպես ծիծաղում այդ մեր վրա, թե իրենց թվում է հայ մարդը չի հասկանում։ Հայ մարդը ամեն ինչ հասկանում է, ասում են Հայլուրի հարցմանը մասնակցած քաղաքացիները։ Այդ պատճառով էլ ուզում են կպչունաթոռից իջնեն իշխանականները։ Էնի հո չի աշխատում, իրան գրպանի համար նստել ընդե, ուրիշ ոչ մեկի բան։ Մեր մասին մտածող չկա, որ դուրս գա ավելի լավ կլինի։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։